2025-ին սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն իրականացրել է 7569 վերահսկողական միջոցառում, որոնց արդյունքում հայտնաբերվել է 1819 խախտում։ Ամփոփիչ տվյալները ասուլիսի ընթացքում ներկայացրեց կառույցի ղեկավարը։ Վերահսկողության ոլորտներն են սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի, սննդամթերքի անվտանգություն, անասնաբուժություն, բուսասանիտարիա եւ սահմանային վերահսկողություն։ Վերահսկողության թիրախում են սննդամթերքի արտադրությունները, հանրային սննդի եւ սննդամթերքի իրացման օբյեկտները, սպանդանոցները եւ բույսերի պաշտպանության միջոցառումները։ Տնտեսվարողների մոտ առավել հաճախ հանդիպող խնդիրները եղել են ժամկետնանց սննդամթերքի իրացումը, սանիտարահիգիենիկ նորմերի խախտումները եւ անձնակազմի բժշկական զննության բացակայությունը։ Նախատեսված 1010 պլանային ստուգումներից փաստացի կատարվել է 697, քանի որ 313 տնտեսվարող դադարեցրել է գործունեությունը։ Ոչ պլանային ստուգումների դեպքում 685 ահազանգից հիմնավորվել է մոտ կեսը, ինչի հետևանքով 320 տնտեսվարող ենթարկվել է վարչական պատասխանատվության։ Դիտարկումների շրջանակում խախտումների բարձր ցուցանիշ է գրանցվել հացի եւ կաթնամթերքի արտադրության ոլորտներում։ Մսի շուկան մնում է խիստ վերահսկողության գոտում։ Մսի իրացման կետերում հիմնական խնդիր ոչ սպանդանոցային ծագման մսի իրացումն է, առանց անհրաժեշտ վկայականների եւ դրոշմակնիկների։ 2025 թվականին իրականացվել է եւս շեշտեցի 4515 մշտադիտարկում, արձանագրվել է 265 խախտում։ Նոր կարգավորումների շրջանակում, որ արդեն հնչեղ է նաեւ ձեր մոտ, մենք գրեթե 8 տոննա միս ենք առգրավել եւ ոչնչացրել։ Այս ոլորտը մեր համար խիստ եւ հետեւողական վերահսկողության արդյունք է, որը շարունակական է լինելու նաեւ 26 թվականին։ Չնայած գործող սպանդանոցների քանակը 2024-ի 139-ից 2025-ին նվազել է 128-ի, Պետրոսյանն արձանագրեց. Փաստացի սպանդանոցային մորթի ծավալները նախորդ տարիների համեմատ աճել են, կազմելով 31000 տոննա։ Պետրոսյանի խոսքով կան նաև դեպքեր, երբ մարդիկ հրաժարվում են իրականացնել սանիտարական սպանդ եւ վաճառքի են հանում հիվանդ կենդանիներին։ Անդրադարձ եղավ հարցին, թե ինչու է որոշ կետերում սնունդը վաճառվում ոչ հիգիենիկ պայմաններում ու վայրերում, եւ միայն արտառոց դեպքերի գրանցումից հետո է տեսչականը ստուգումներ իրականացնում։ Մենք տիրապետում ենք իրավիճակին, այդ նույն ձեր ասած շարմանոցները, վատ վիճակները, ես ինքս տեսնում եմ, ես ինքս զբոսնում եմ, ես ինքս լինում եմ մարզերով եւ երբ այդ ամենը տեսնում եմ, գալիս եմ ասում եմ ինչ ենք անում եւ անընդհատ մենք գալիս ու հասնում ենք, բախվում ենք նույն խնդրին, ուղղակի չենք կարող գնանք ասենք բարև ձեզ, մենք եկել ենք ստուգման, մենք տեսչական մարմնից ենք եւ իրականացնենք որևէ գործողություն։ Ոչ, իրավական մենք որևէ հիմք չունենք, այսինքն մեր հիմքերը իրենք պետքա լինեն կամ ներառված պլանային ստուգման մեջ, կամ պետքա լինի բողոք, մենք գնանք իրանց մոտ ոչ պլանային ստուգումով։ Տեսչականն ունի 170 տեսուչ, պատրաստ է 24-ժամյա ռեժիմով աշխատել, բայց առանց բողոքների չի կարող պլանային ստուգումներից զատ այլ աշխատանքներ իրականացնել։ Դպրոցների ճաշարաններից մինչև հանրային սննդի կետեր ըստ տեսչականի ղեկավարի ոչ պլանային ստուգումների հիմքը քաղաքացիների բողոք ահազանգներն են։ Այդ առումով դրանք եւս շատ կարեւոր են ու պետք է լինեն, ասում է Պետրոսյանը։ Ստուգումներ իրականացնելու առումով տեսչականի լիազորություններն ավելի ընդլայնելու համար նախագիծ է մշակվել։ Դա կօգնի, որ արագ արձագանքման բաժնի տեսուչներն իրենց վկայականները ներկայացնելով կարողանան ստուգումներ իրականացնել։ Մերի Խաչատրյան, Դավիթ Մաչկալյան, լուրեր։